Դեպքը տեղի ունեցել ամսի 29-ին, 7-րդ ժամին, որոշ երեխաների 9-րդ դասարանից չեն ցանկացել դասի նստել, ցանկացել են փախնել դասից։ Մի քանի տղա եւ 2 աղջիկ։ Իջել են ներքև, պահակը թույլ չի տվել, որպեսզի իրենք փախնեն, եւ բարձրացել են երկրորդ հարկից թռել են։ Այդ բոլոր երեխաները գնացել են տուն, նաեւ այդ աղջիկը։ Իրենք գնացել են տուն, շրջել են քանակերով։ Ժամը 6-ի կողմերը նոր ծնողները երեխային տարել են հիվանդանոց։ Եվ պարզվել է, որ կողը երեխայի ջարդվել է, բայց հիմա կյանքի վտանգ չի սպառնում, երեխան գտնվում է նորմալ վիճակում, դասղեկը այցելել է երեխային, մենք կապ ենք հաստատել ծնողների հետ, ամեն ինչ նորմալ է, նույնիսկ երեխան ցանկանում է շուտապույտ գալ վերադառնալ դպրոց դասերի։ Այսինքն այն տեղեկությունը, որ տարածվել էր, այդ տեղեկությունը, որ ուսուցիչը ցանկացավ պարապել, այդպիսի բան չի եղել, մյուս բոլոր երեխաները, մոտ 20 երեխա, դասի նստած են եղել եւ նորմալ դաս են։ Հիմա եկեք գնանք ներկայացնեմ, թե որտեղ է դեպքը տեղի ունեցել։ Երկրորդ հարկին կիսում այսինքն։ Սա այն մուտքն է, որտեղ երեխաները եկել են, որպեսզի այստեղից մուտքից փախնեն, սակայն պահակը չի թողել, այդ պատճառով իրենք բարձրացել են երկրորդ հարկ եւ երկրորդ հարկից թռել են։ Այն հերուրանքները, որ վերահսկողություն չկա դպրոցում, դա իրականությանը չի համապատասխանում։ Մեր դուռը միշտ փակ է, պահակը միշտ այստեղ կանգնած է։